Բարև ձեզ։ Այն որ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հանրությունները շփվում են ըստ կողմերի բանակցային օրացույցի, արտառոց ոչինչ չկա։ Ճիշտ հակառակը, այն անհրաժեշտ է, անկախ շատերին նյարդայնացնող հանգամանքից։ Որովհետև հենց այդ շփումներում են լինում բացահայտումներ, որոնք որպես կանոն չեն լինում այդ հանրությունների անունից խոսող կառավարիչների հանդիպումներում, որտեղ գերական շահերի առևտուրն է, իսկ այդ մասին տեղեկություններ սովորաբար չեն լինում։ Դրա համար էլ քաղաքանդրությունները դեմ առ դեմ հայտնվելիս ուզեն թե չուզեն դառնում են այդ առևտրի պատանդը։ Լավն այն է, որ քաղաքանդրության ներկայացուցիչն անհամեմատ ազատ է եւ ցանկության դեպքում կարող է դիմացինին հարցնել գոհ է հետպատերազմյան իրականությունից։ Այդ բովանդակության հարց ոչ Ալիևը կտա Փաշինյանին, ոչ էլ Փաշինյանն Ալիևին։ Հենց այստեղ է իջնում ուղեփակոցը։ Եթե կուզեք զսպաշապիկը հանրային շփումների գլխին, որին ավելի է ճնշում տարբերությունը, թե ով է քաղաքասարակության ներկայացուցիչը Ադրբեջանում եւ ով է նա Հայաստանում, ավելի պարզ ինչ ներքին ազատությամբ է ադրբեջանցին այցելում Երևան եւ ինչ սպասումով է հայաստանցին մեկնում Բաքու։ Խզվածքն այստեղ է, որն այդ հանդիպումների իրական ջերմաստիճանը ցույց չի տալիս։ Հակառակ դեպքում երկրի գլխավորի մակարդակով արևմտյան Ադրբեջան քարոզը գոնե բարոյական բացատրություն կունենար։ Իսկ երկի միջազգային մրցույթում հայ երկչի օգտին քվեարկած ժյուրիի ադրբեջանցի ներկայացուցիչը հալածանքի տակ ստիպված չէր լինի ներողություն խնդրել իր երկրից։ Էլ չեմ ասում, որ Բաքու հասած հայը որպես այդ հանդիպման հումանիտար ցուցիչ ինչպես կարող էր չհարցնել թույլ կտակ տեսակցել մեր գերիներին, որոնցից շատերը չգիտեն ինչու են Բաքվի բանտում։ Այնպես որ հանրային շփումների այս կշեռքն ավելի իրական է, քան այն, որին հետո դնելու են այդ հանրությունների հաշտության քաղաքական գինը։ Հաջողություն։